ժամանակի գրեթե ուղիղ կեսը եւ ինչպես տեսանք դեռ ժամից ավելի արժևում աշխատանքային ժամին մնացել է ընդամենը կես ժամ։ Ուստի նկատի ունենալով որ այսօր այսպես թե այնպես չենք հասցնելու ամբողջությամբ ներկայացնել բացման խոսքը, առաջարկում եմ դատական նիստը հետաձգել եւ շարունակել հաջորդ դատական նիստը։ Չենք ավարտելու ամբողջը, նախացանումներից խուսափենք, ժամին եթե դուրս գանք, մնացածը մյուս նիստին եթե ներկայացնենք, ավելի արդյունավետ կլինի։ Ով ինչ ուներ կապացում վարդը։ Մինչև աշխատանքային օրվա վերջ կշարունակենք։ Դրություն չունեմ ամեն անգամ գալու հետ գնալու։ Թող շարունակեն լիակատար ավարտեն, այն ինչ որ սկզբից ասում էինք, չէ՞ որ ժամանակ չի երիքելու, նույն տեքստը ոնց կարելի է այսպես վարվել։ Պատվարժան դատարան չի կարելի այսպես վարվել։ Ինչպես ուզում եք ընդունեք թվականի հունիսի 25-ին հսկող դատախազի կողմից բավարարվել է Քենեչի կողմից միջնորդությունը եւ որոշում է կայացվել Հրայր Սայադի Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին այն բանի համար, որ Վազգեն Գալստանյանը իր կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող Սրբազան պայքար անվանումով շարժում իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ չնախատեսված եղանակով եւ այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների Հրայր Հակոբյանի, Տիգրան Թոփալյանի, Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Լիդիա Մանթաշյանի, Կարո Օգումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մաղսուդյանի, Դավիթ Գալստյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ, այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վազգեն Գալստանյանը եւ հանցավոր խմբի մյուս անդամները, այդ թվում Հրայր Հակոբյանը, պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է քաղաքացիական անձանց կյանքի զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներ։ Այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը եւ սահմանադրության սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության իշխանությունն ստանձնած անձանց հարկադրել հրաժարվել դրանից։ Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը, հանցավոր խմբի անդամները, այդ թվում Հրայր Հակոբյանը, 2025 թվականի հունվար ամսից սկսած շարժման մասնակիցների եւ համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի անձանց։ Խոշոր փողոցներն առանձնացնելու եւ գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը։ Շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցերի, էլեկտրաէներգիայի եւ համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները,
պատվիրել եւ ձեռք են բերել պայթյուններ կատարելու եւ կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու եւ տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ, աստղիկներ, տրանսպորտային միջոցների ապակիներին եւ ճանապարհներին լցնելու նպատակով ներկեր եւ յուղեր։ Այդ միջոցները պահել են համապատասխան թաքստոցներում, շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները, միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններից վստահեցնելով, որ նախատեսված գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են եւ վերջիններից հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կանգն ամրապնդելու ուղղությամբ։ Վազգեն Պետրոսի Գալստանյանը եւ հանցավոր խմբի մյուս անդամները, այդ թվում Հրայր Հակոբյանը, չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների, ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի լիազորություններին Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող համապատասխան գործողությունների կատարումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով։ Այսինքն Հրայր Հակոբյանին վերաբերվում են հանցանքներ նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի առաջին մասով եւ 43-419-րդ հոդվածի առաջին մասով։